Ողջույն սիրելի բարեկամներ, հեքիաթների աշխարհը միշտ մեր հետ է եւ մենք այդ երազներով ենք ապրում։ Ես չեմ կարծում, որ կա որևէ մեկը, որը հեքիաթներին չի հավատում։ Իսկ եթե կա որևէ մեկը, ապա ես սիրով կներկայացնեմ, որովհետեւ ես հիմա գտնվում եմ հեքիաթների աշխարհում։ Եվ այնինչ կատարվելու է շուտով դեկտեմբերի 28-ին ես սկզբից ներկայացնեմ ձեզ կախարդված արքայազնի գաղտնիքը։ Եվ դա է պատճառը, մենք պետք է պարզենք, ինչ գաղտնիք ունի։ Հեղինակ Սուսան Ալթունյանը միշտ ցայտուն ներկայացրել է իր ստեղծագործությունները։ Այս անգամ նա հանդես է գալիս նոր ստեղծագործությունով, որին կաջակցեն արքայից բռնած միջև թզուկները։ Դե ինչ, ներկայացնեմ, քանի որ մենք իրավունք չունենք ուրիշ մարդու ներկայացնել այս ժամանակ, մենք մենակ պետք է ասենք ձերդ մեծություն, արքա, ուրախ եմ, որ դուք ձեր շքախմբով գտնվում եք մեր հեռուստատեսային կայանում եւ կարծում եմ այն հեքիաթային աշխարհը, որ մենք ներկայացնելու ենք դեկտեմբերի 28-ին, դա կլինի իսկապես հեքիաթների աշխարհ։ Քանի որ մենք դեռ չենք ներկայացրել ազգանունները, ապա ես շուտով կամաց կներկայացնեմ, կծանոթացնեմ բոլորին։ Եթե կարելի է ձերդ մեծություն արքա, այսինքն Գագիկ Գետիկյան։ Խնդրեմ, ինչ է այսօրվա ձեր այս շքախումբը, որ եկել է եւ ինչ եք ներկայացնելու դուք։ Մեր շքախումբը արդեն որ եկել է, դուք նոր ասացիք արքայազնի կախարդված արքայազնի հեքիաթն է։ Մենք էլ բոլոր խմբով պատրաստում ենք, որ կախարդված արքայազնին գերությունից ազատենք, զինվորներով եւ մեր շքախմբով բոլորով։ Եղավ, ես գիտեք ինչ կա, ինձ համար մի քիչ շատ տարօրինակ էլ նստել, լսել, տեսնել, որ իմ շատ սիրելի դերասանուհի Ռիփսիմե Կիրակոսյանը այսօր կախարդ է ներկայացնելու։ Շնորհակալ եմ։ Եթե կարելի ասեք, էլի ինչ կերպ եք կախարդում, եթե գաղտնիք չէ արքայազնին։ Գիտեք, նախ ուզում եմ ասել, որ շատ սիրել եմ այս կերպարը։ Զարմանալի է, ինքը բացասական կերպար է, բայց ես փորձում եմ այս կերպարը սիրելի դարձնել երեխաների համար։ Եվ կարծում եմ, որ կգտնվեն երեխաներ, որոնք կսիրեն այդ կերպարը։ Ինձ համար ամենակարևորը խաղացանքով կախարդել երեխային։ Կարողանալ նրան այնպես ցուցաբերել, ասեն, ցուցադրել այդ կերպարը, որ երեխան իսկապես կախարդված գնա, չէ՞ որ մի արտասովոր մի բան չի կատարվում, ձեռքերով կախարդում ես, ինչ որ ձայներ են դուրս գալիս եւ այլն, բայց ամենաշատ ես պիտի ասեմ, որ երբևէ այսպես չեմ ներկայացել։ Ինձ համար էլ է տարօրինակ, ես առաջին անգամ եմ շատ հետաքրքիր է եւ ընդհանրապես այս թատերախմբի հետ, հայք թատերախմբի հետ միասին, ես առաջին անգամ եմ անում այսպիսի գործ, այսինքն հեքիաթ, երկրորդ անգամ եմ անում արդեն, բայց այս թատերախմբի, այս մասնակիցների հետ առաջին անգամ եմ անում, եւ պիտի ասեմ, որ շատ սիրով են կարել այս գործը, եւ իսկապես շատ կուզենանք, որ երեխաները գան։ Ես օրինակ խորհուրդ կտայի մամաներին, պապաներին կտրվել այս նոր տարվա պատրաստություններից գոնե 1 ժամով եւ անպայման բերել երեխաներին թատրոն։ Այդ կախարդական հեքիաթների աշխարհը։ Այո, կախարդական հեքիաթների աշխարհը։ Գիտեք, շատ անգամ թվում է, թե մենք սա անում ենք տոմսերի համար, վաճառքի համար, սա արվում է առաջին հերթին երեխաների համար, որովհետեւ այստեղ Ամերիկայում կարծես թե այդ երեխաները շատ սահմանափակ են անցկացնում իրենց ժամանակը այդ առումով, այսինքն հոգևոր առումով։ Պատկերացրեք, որ եթե նույնիսկ մի երեխա նստած լինի դահլիճում, մենք պարտավոր ենք նրա համար խաղալ այնպես, ինչպես կխաղանք մի ամբողջ լեցուն դահլիճի համար, որովհետև այդ երեխան իր հետ միասին կտանի միայն բարություն եւ կսփռի այդ բարությունը աշխարհով մեկ։ Ու դա կլինի մեր առաքելությունը։ Դե բացի բարությունից ամենակարևորը ինչն է, որ հեղինակը հայ է, որովհետև մենք սովոր ենք կարմիր գլխարկ, ջրահարս եւ այլն։ Բացի հեքիաթային այն արկածներից, որ լինում է ներկայացումների ժամանակ եւ ընդհանրապես կյանքում, կա գեղեցկություն։ Իսկ գեղեցկությունը դա հիմնականում ներկայացնում է
ինքը արքայադուստերը։ Եվ մենք ներկայացնենք մեր արքայադուստերին Մարիա Ազատյան։ Սա ձեր որ ներկայացումն է, առաջինն է, երրորդն է, չորրորդն է, բայց կարծում եմ, որ ոնց որ դուք նոր եք բեմ ելնելու։ Այո, նախ սկսեմ նրանից, ոնց որ դուք ասացիք, սա իմ առաջին ներկայացումն է։ Ուզում եմ շնորհակալություն հայտնեմ Գրիգոր Ալթունյանին դրա համար։ Բեմադրիչ, այո։ Այո, բեմադրիչ։ Իմ կարծիքով շատ հետաքրքիր եւ արկածային բեմադրություն է սպասում արքայադստերը։ Ես չեմ էլ կասկածում, այդ գեղեցկության 4 կողմը ես պատկերացնում եմ իջ շքահանդես է լինելու։ Դե, ասում եմ, գեղեցկությունից հետո քայլ կատարենք դեպի ավազակախումբը, այնտեղ մեր ավազակին մեջտեղն են նստացրել, Ռոլան Շահնազարյան, ավազակ, բայց ես կասեի, որ դու ավազակ չես, կասեի ավելի շատ ծովահեն ես։ Pirate, հա, եւ ծովային։ Երևի, հա, ծովային։ Այդպես է։ Կներես հայերեն ասելու համար։ Ներում եմ։ Իրականում ես մեջտեղն եմ նստած, որովհետեւ ինձ չգիտեմ ոնց է ճիշտ ասել գրականը, ինչ են անում, երբ որ ձերբակալել են ինձի, հա, ու հիմա ձերբակալված Կալանավորել են։ Այո, կալանավորել է Գրիգորը սպարագայում, ոչ թե զինվորները։ Մեր սիրելի ռեժիսորի հրամանով գտնվում եմ այսօր այստեղ ու կմնամ այնքան ինչքան որ պետք է։ Միջև հաջորդ տարի։ Միջև հաջորդ Ներկայացումը։ Միջև հաջորդ ներկայացումը։ Դե հաջորդ ես ցանկանում եմ որպեսի շատ լավ ավազակ լինես, այնքան լավ ավազակ լինես, որ մյուս անգամ ուրիշ մի հատ արքայազնի կամ ինչ որ մի հատ սիրող անձնավորության զինվորներ լավ դետկան խիստ մի եղեք ընդհանրապես մեջտեղն ենք նստածել Բայց իսկապես այդպես է եւ ինքը շատ արքայազնի տեսք ունի։ Ես ամեն անգամ այդ կտորում սխալվում եմ, իրան անվանում եմ արքայազն։ Չգիտես ինչու, որովհետեւ ինքը իսկապես իր կերպարով բանով շատ նման է, էլի։ Մենակ չլինի այն ինչ որ եղավ, ես որ առաջին անգամ, այո, տերդ մեծություն, երբ որ առաջին անգամ ես բեմ բարձացա, օպերային բեմ, ինձ սկսեցին տալ պապիկների դերեր։ Ինչի որովհետև բասի համար գրված հիմնական տարիքով պահակներ, պապիկներ եւ այլն եւ այլն։ Երբ որ տարիքս արդեն առա եւ արդեն որպես արդեն կայացած երգիչ է, ինձ տվեցին գլխավոր դեր գեղեցիկ Դավիթ Բեկի, ասեցի լավ, այն ժամանակ շուտ տայք, երբ որ ավելի ջահել Ավելի համապատասխան էի փորձառությունը։ Ես կարծում եմ, որ փորձառությունը թող կապ չունենա, քեզ անմիջապես տան լավ դերեր։ Ուզես, թե չուզես։ Ինձ թվում է դուք գալու եք ներկայացմանը։ Անշուշտ, ես ամսի 29-ին եմ թռնում, ես ամսի 28-ին ներկայացմանը կհասկանաք արդեն տվել են այդ հրաշալի դերը։ Ոստայում կվայելեք, անպայման եկեք։ Ես ուրեմն գալու եմ հատուկ քեզ նայելու համար։ Ես իմ ուզածին հասա պասպորտս տվեք, ես գնամ։ Սիրելի զինվոր, հիմա դուք որ տենց շքախմբով նստած եք եւ զինվորները պահպանում են, հիմա դուք ինչ եք պահպանում այստեղ։ Ես հիմա զինվորների անունները կարդամ՝ Ալբերտ Դիլոյան եւ Ալեն Սուքյասյան։ Խնդրեմ, ձեր նպատակը ի՞նչն է եկել եք այստեղ։ Դե որպես կանոն զինվորները կոչված են թագավորին պաշտպանելու եւ պալատը պաշտպանելու, բայց քանի որ հիմա պալատում չենք, բացա պալատ է, մենք բոլորի տներն ենք, բոլորի տունը պալատ է, Բայց որտեղ թագավորը կա, այնտեղ արդեն որտեղ թագավորը կա։ մեր գործը է դա պաշտպանել թագավորին։ Սիրելի բարեկամներ, ես կուզեմ մեկ անգամ եւս ներկայացնել ձեզ այս հրաշալի ներկայացումը կախարդված արքայազնի գաղտնիքը եւ մենք պետք է անպայման բոլորս լինենք դեկտեմբերի 28-ին այդ հրաշալի ներկայացմանը, որը տեղի ունենալու Սրբոց Առաքելոց եկեղեցու դալիճում, հրաշալի դեպ դալիճ է, այնպես է կահավորված, որ դուք կարող եք վայելել ներկայացումը, գլխավոր բեմադրիչն է Գրիգոր Ալթունյանը, մեզ բոլորի սիրելի եւ բոլորին ճանաչված շատ լավ արվեստագետ։ Դե ինչ, կարծում եմ, որ մենք կարող ենք վայելել եւ այս ներկայացումը, ես չեմ ուզում իրենցից բաժանվեմ, գիտեք, այնքան, բայց մենք դեռ ունենք նոր հերոսներ, նոր արքայազնին մենք պետք է դիմավորենք։ Իհարկե։ Այո։ Եթե դուք որևէ
հարց ունեք ինձ տալու խնդրեմ։ Հա, մենք Այդ հարց շատ ունենք լավ է։ Չէ, տալու։ դու իսկականից ավազակ ես, լսում եմ ձեզ։ Մենք մի հետաքրքիր կերպար ունենք, ավազակը որսում է մի սև շորերով, շատ ակուրատնի հագնված մարդու եւ վաճառում է թագավորին։ Եթե դուք կուզեք, մենք կարող ենք այդ կերպարը ձեզ տալ։ Դա ազատ է։ Ազատ այդ կերպարը։ Ձեզ նկատի ունի։ Ոնց են ասում, բիտան խփեց, վաճառված է։ Հրաշալի Գրիգոր ջան, մենք ունենք այդ դերասանը, որ ման էին գալի, հրաշալի անձնավորություն։ Գտել ենք։ Այդպես որ արդեն վաճառված ենք մենք, էլ չկա։ Դե ինչ սիրել բարեկամներ, դիտենք գովազդը։ Սրանք ուզում են նոր տարի դիմավորեն, իսկ ես ամեն բան պիտի անեմ, որ սրանց նոր տարի խափանեմ։ Արքայազնին գողացել է։ Զինվորներ, շտաբ գտեք արքայազնին։ Այ քեզ հաջողություն, արքայազն իր ոտքով է կա։ Սրբոց Արաքելոց եկեղեցում տեղի կունենա կախարդված արքայազնի գաղտնիքը հեքիաթ ներկայացումը։ Դեկտեմբերի 28-ին ժամը 3-ին սպասում ենք ձեզ։ Տեղերը սահմանափակ են, տոմսերի համար զանգահարեք հետևյալ հեռախոսահամարներով։ Դե ինչ սիրելի բարեկամներ, մենք նորից վերադարձանք այս հրաշալի հեքիաթային աշխարհը, որտեղ ես շրջապատված եմ հերոսներով, որոնք շքեղացնելու են այն բեմը եւ ձեզ մատուցեն հրաշալի մի հեքիաթ։ Դե որպեսզի ես կարողանամ ձեզ ավելի շատ ծանոթացնեմ իրենց, ավելի լավ է ես բոլորի անունները տամ, հետո մենք արդեն կսկսենք խոսել։ Այնպես որ Ձմեռ պապ Հրանտ Վարդանյան, Ջունանուշ Մարիա Հովանեսյան, Արքայազն Գրիգոր Ալթունյան, դուք թույլ կտաք ձեզ հետ դուքով խոսել, Գրիգոր Ալթունյան եւ ընկերուհին Էմիլի Դիլոյանը, որը կարծում եմ նա լավ արքայադուստր կլինի։ Կարծում եմ, որ վերջում դու արքայադուստր կդառնաս, թե այնտեղ կա դեռ արքայադուստր։ Այո։ Եղավ լավ, համաձայն եմ քեզ հետ։ Շուն Աշոտ Չչյան, Կատու Սուսաննա Ալթունյան։ Քանի որ ես արդեն ներկայացրեցի բոլորին, թույլ տվեք ես ներկայացնեմ բոլոր մեր հովանավորներին, որովհետև առանց իրենց ներկայացումը կարծես թե այդքան ճոխություն չեր ստանա։ Ինֆորմացիոն հովանավոր AMJ հեռուստաընկերություն, Regal ֆուտբոլի ակումբ, Multiprint Soft Sofit ակադեմիա ներողություն, Arivik Music School, Exclusive Dance Studio, Citrus Marketing Company եւ գլխավոր հովանավոր Սրբոց Արաքելոց եկեղեցի բոլորիդ շնորհակալություն եմ հայտնում եւ մենք նորից վերադարձանք դեպի մեր հեքիաթային աշխարհը։ Դե ինչ, մենք սկսենք արքայազնից։ Սիրելի արքայազն։ Ձեր կերպարը ինչպիսին է այստեղ եւ ինչ եք անում դուք բեմի վրա, ինձ ասեք։ Մենք Դե իրավունք ունեք ասեք մենք, որովհետեւ արքայազնը միշտ մեքով է խոսում։ Մենք արքայազներս, արքայազնը։ Քեզ դուր է գալիս ներկայացումը, ինչպես ես դու զգում բեմի վրա։ Քո առաջի բեմը երբն է, չէ՞։ Առաջ անգամ ես բեմի դուրս գալիս, թե եղել է։ չէ եղել է։ Ուրեմն դու արդեն արդեն մեծ փորձառություն ունես։ Մի քիչ գաղտնիք բացարա, էլի ինչ ձևի ներկայացումը։ Ներկայացումը, որ մարդիկ ուրախությունը, զարմանացությունը ու Քեզ գողանալու են այնտեղ։ հա Ո՞վ է գողանում։ Չար կախարդը, բա քո ընկերուին չի օգնում քեզ։ Չէ, ինքը չգիտի։ Ինքը չգիտի, որ քեզ գողացել են արդեն։ Չէ, մենք բախվոցի ենք խաղում։ Ախ, բախկվոց եք խաղում։ Պարզում ենք, կամաց պարզում ենք ինչ է կատարվում։ Այն փիսոն, որը նստած է մեջտեղում, ինչ դեր է կատարում այնտեղ փիսո լինելուց, փիսոյություն անելուց բացի։ Բացի փիսո լինելուց։ Այո։ Ամեն տեսակի աշխատանք եմ կատարում, նաև օգնում եմ մեր ռեժիսորին Գրիգոր Ալթունյանին, որի աշխատանքը իհարկե շատ բարդ է եւ իսկապես անհրաժեշտ է նրան օգնել եւ ես հնարավորինս ինչքան կարող եմ օգնում եմ իրեն։ Բացի այդ ամենը, նաև սցենարի հեղինակն եմ։
այդ հեքիաթային աշխարհը որ կա, Դուք եք նվիրել մեզ փաստորեն։ Ես եմ նվիրել, իհարկե ոչ մենակ ես, նաև Գրիգորը։ Մենք միասին ենք ընտրել դա։ Միասին, քանի որ ես գրել եմ, միասին աշխատել ենք։ Գրիգորը բավականին մեծ գործանում ռեժիսորն է, եւ այսքան մեծ թիմի հետ աշխատելը արդեն բոլորին պարզ պետք է լինի, որ աշխատանքը բավականին բարդ է եւ բարդի հետ միասին շատ հետաքրքիր։ Ամենակարևորը, որ 28-ին ընկնում է նոր տարուց առաջ եւ կաթոլիկ եկեղեցու ծննդյան տոներից հետո Փաստորեն եւ ժամն էլ լավն է, ժամը 3-ին եւ հարմար է բոլորին։ Կարևորը այն է, որ նաեւ եկեղեցում է տեղի ունենում այս հետաքրքիր հեքիաթը եւ ցանկանում ենք, որ մեր ծնողները մի փոքր արթուն լինեն եւ իրենց երեխաներին տանեն հեքիաթային աշխարհ, քանի որ երեխաները այս հեքիաթային աշխարհով են ապրում եւ հետագայում այս հեքիաթն են հիշում իրենց կյանքի ընթացքում։ Հեքիաթով ապրող մարդը միշտ հարթ ճանապարհ է ունենում։ Առանց հեքիաթի մարդ։ Առանց հեքիաթի, այո։ Շատ տխուր է, գույներ չի տեսնում։ Իհարկե գույներ չի տեսնում։ Այդ իսկ պատճառով մեր հեքիաթը շատ գունավոր է, շատ գունավոր, շատ երաժշտական եւ ամենակարևորը որ շատ նոր բաներ պետք է տեսնեն հեքիաթում։ Շատ անակնկալներ եւ երաժշտություն կա, չէ՞։ Անպայման շատ երաժշտական է, ասեցի, շատ գունավոր է, շատ հումորային է։ Ամեն դեպքում եթե գան ներկայացումը նայեն, ամեն դեպքում շատ ուրախ եւ լիքը ձերքերով պետք է գնան։ Լիքը ձերքերով, քանի որ իրենց հոգիներում արդեն հեքիաթը նստված է տալու։ Ամենահրաշալին նա է, որ ես բնավ չեմ տեսել ներկայացումը, նույնիսկ փորձնել չեմ տեսել, եւ որ բանը Գրիգորը ինձ առաջարկեց, որ ես ուղղակի ձեզ հետ վարեմ հաղորդումը, ես չեմ վարում, ես հեքիաթների աշխարհում մեջ եմ հիմա։ Ես այս աշխարհում ուզում եմ լինել այն մասնիկը, որը դուք ներկայացնում եք։ Ես կուզեմ մի երկու հարց տամ այն հրաշագեղ աղջկան, որը նստած է Էմելին։ Էմելի ջան, դուք այնտեղ բեմի վրա միայն բռնոց եք խաղում։ Այո, խաղում ենք։ Իսկ չես օգնում Արքայազնին, որ գողանում են։ Չէ, չեմ օգնում, որտեվ ես չեմ տենում, որտեվ պահկված եմ։ Ախ, դու պահկված ես լինում, իրան տանում են, բայց հետո օգնում ես, որ իրան փրկեն։ Չէ, չեմ օգնում։ Ես կխնդրեմ անպայման Սուսանան այստեղ փոխի սցենարը, որ անպայման։ Ես մի փոքր օգնեմ։ Հետաքրքիրն այն է, որ երեխաները իրար հետ խաղում են եւ քանի որ թաքնվում են, քանի պահկվոցի են խաղում, թաքնվում են երեխաները, պատահական, շատ պատահական, Արքայազնը մտնում է եւ կախարդին է հանդիպում։ Եվ երեխաները տեղյակ չեն, որ Արքայազնին գողացել են։ Կախարդը նրան կախարդում է եւ արդեն Արքայազնը չկա, փոքրացած է։ Մենակ մի հարց էլի, վերջում չարը բարուն հաղթում է։ Դե իհարկե։ Վերջ, հանգիստ կարող եք գալ։ Ավելի ճիշտ։ Հանգիստ կարող եք գալ սիրելի բարեկամներ։ Բարին է հաղթում։ Խալվեցիկ բարին է հաղթում։ Բարին, չարը պարտվում է։ Իհարկե պարտվում է։ Վերջ, պրծանք։ Եվ դա այդ անցումը այնքան հետաքրքիր է լինում մեր ներկայացման մեջ, մենք մեր չար հերոսներին բարիացնում ենք, նրանք վերջում բարիանում են եւ բոլորի հետ միասին տոնում են այդ ուրախությունը եւ հաղթանակը։ Նոր տարին։ Ամենակարևորը նոր տարին։ Դե ինչ, սիրելի Փիսո, քանի որ դուք կերպավորում եք Փիսոին, առանց Փիսո չի կարող լինի կողքը, որպեսի շուն չլինի։ Բայց մենք շունը մեկ այնպես է գրանցում, որ կարծես վատ բան եմ ասում։ Ես ամենալավ կենթանին ինձ համար շունն է, որովհետև շունը դա բարություն է, շունը պահպանում է ամեն ինչ։ Շունը դա չեմ անում, ես երևի սկսեցի շանը արդեն սկսել պաշտել, ավելի լավ ներկայացնել։ Եվ ես գիտեմ, որ դուք մեծ փորձառություն ունեք բեմական։ Փորձառություն եւ հատկապես ես ավելի շատ սիրում եմ այս վերջի շրջանի փորձառությունը, որ ես անցկացրել եմ Գրիգոր Ալթունյանի այս հայք թատերախմբում եւ արդեն երրորդ ներկայացումն է, որ ես թատերախմբում խաղում եմ եւ դա ինձ համար ամենասիրելի փորձառություններից մեկն է եւ հատկապես այս ներկայացումը, որը նույնպես ուղղակի մեզ բոլորիս մանկացնում է, տանում է մանկության աշխարհը եւ երբ որ մենք տեղափոխվում ենք մանկական այդ հեքիաթի աշխարհը, կարողանում ենք ավելի հեշտությամբ կառուցել այդ գեղեցիկ հեքիաթը, որը որ պետք է մատուցենք մեր երեխաներին։ Դուք շատ հրաշալի բան ասեցիք, որ
հեքիաթի աշխարհում դուք մնում եք երիտասարդ, մնում եք մանուկ, որովհետև դա ամենակարևորն է, որ ես նայում եմ եւ թող աչքով չտամ, ես Գրիգորին Սուսաննային նայում եմ, նրանք այնքան են այդ հեքիաթների աշխարհում, որ կարծես իրենց այդ բանը կանգնել է տարիքային եւ առաջ չի գնում, թող միշտ չգնա, որովհետեւ իրենք բոլորիս այսօր իրենք պահում են երիտասարդ եւ ինչ որտեղ մանուկ, որտեւ ես հիմա ձեզ նայելով ես ձեր տարիքին եմ։ Լուրջ եմ ասում, ոնց որ ձեր տարիքին լինեմ, որտեվ ամենակարևորը որ մենք առողջ լինենք, ամենակարևոր առողջ լինելու համար ինչա պետք է հեքիաթներին հավատանք։ Սիրելի Շունիկ, ավելի լավ Շունիկը դնեմ մի կողմի վրա, շատ ասեցի, սիրելի Աշոտ։ Դուք այստեղ օգնում եք արքայազնին։ Հա, դե կերպարով տրված որ մենք պետք է պահպանենք անտառը, բայց դե միշտ չի որ այդ ստացվում է, հոգնում ենք, քնում ենք, բայց նաև օգնում ենք, իհարկե օգնում ենք նաև արքայազնին, օրգում, այո, մի քիչ չի ուզենա գաղտնիքները բացել, թող հանդիսատեսը գա եւ կտեսնի թե ինչ հրաշքներ են տեղի ունենում ներկայացման մեջ, այնտեղ կախարդանքներ կան եւ այդ կախարդանքի միջոցով ես եւ Փիսիկը կարողանում ենք ազատել արքայադստեր։ Ահա, բայց տեսեք, փրկում եք փասորը։ Բայ իհարկե։ Ես միշտ գիտեմ, որ այսպիսի միջոցառումներում, հեքիաթներում միշտ Ձմեռպապը եւ Ջունանուշ ամենավերջում են գալիս, հա։ Այո։ Վերջում գալիս են, ես իրենց խոսքն են ասում, այսօր իրենք ինձ խոսքը կասեն, բայց մինչեւ խոսքը ասելը, ես ուզում եմ խոսքը տալ ձեզ, սիրելի Ջունանուշ։ Դուք բացի վերջում գալուց կա կերպարի մեջ։ Ոչ, ես Ձմեռպապի հետ միանում եմ այդ ամանորի համար ավելի գունավորելու այն։ Հա, վերջում դուրս եք գալիս եւ տոնածառը բարձրանում է վերև, միանում է, այդտեղ տոնածառի լույսերն են, թե ոնց է, եւ արդեն գլխավոր բեմադրիչը կարող է դա անել մեզ անակնկալ այնտեղ։ Դե ինչ, միչև մենք մեր վերջի խոսքը ասենք, ես կուզեմ մեկ անգամ եւս մեր հովանավորներից շնորհակալություն հայտնենք, ինֆորմացիոն հովանավոր AMG հեռուստա ընկերություն, Regal ֆուտբոլի ակումբ, Multiprint, Sofit Academia, Arevik Music School, Exclusive Dance Studio, Citrus Marketing Company եւ գլխավոր հովանավոր Սրբոց Առաքելոց եկեղեցի։ Ես կարծում եմ, որ այս հովանավորները դեռ շատ կհովանավոր են այդպիսի հրաշալի ներկայացումներ, որովհետև դա ավելի շատ մանուկների համար է։ Իսկ ես նախորդ ներկայացման ժամանակ ես տեսա ինչքան մանուկներ կային այնտեղ եւ ինչ բոլորը ուրախ էին եւ ինչ հրաշալի ներկայացում էր։ Այսօր իրենք պատրաստ են այդպիսի գեղեցիկ ներկայացում ձեզ ներկայացնել։ Դե ինչ, վերջում ես կարող եմ միայն ասել լռելով ուղղակի մատնան ցույց անելով մեր Ձմեռպապին եւ Ջոնանուշին, ինչ պետք է վերջում ասենք։ Ձեր նոր տարին շնորհավոր։ Սրանք ուզում են նոր տարի դիմավորեն, իսկ ես ամեն բան պիտի անեմ, որ սրանց նոր տարի խափանեմ։ Արքայազնին գողացել են։ Զինվորներ, շտաբ գտեք արքայազնին։ Այ քեզ հաջողություն, արքայազնին իր ոտքով է կա։ Սրբոց Առաքելոց եկեղեցում տեղի կունենա կախարդված արքայազնի գաղտնիքը հեքիաթ ներկայացումը։ Դեկտեմբերի 28-ին ժամը 3-ին սպասում ենք ձեզ։ Տեղերը սահմանափակ են, տոմսերի համար զանգահարեք հետևյալ հեռախոսահամարներով։ Վերջ